Ուրեմն այս կրիպտոյի ու կանխիկի հետ կապված նոր զարգացում կա, այս վիդեոյում ներկայացնել եմ թե ոնց ենք այստեղ հասել, ինչ նոր որոշում ա կայացվել ու ինչա պետք է անել։ Ընդհանուր հարցը վերաբերվում է կանխիկի սահմանափակմանը, որը որ մոտ 1.5 տարի առաջ ներքին գործերի նախարարությունը շրջան առեց ու ըստ դրա օրենք ընդունվեց։ Այն ժամանակ առաջին օրենքն էր կրիպտոյին առնչվող, որը ուղղակի ասում էր կրիպտոյի փոխանակում չպետքա լինի կանխիկով։ Այն որ սա ոլորտը զարմացել էր ներքին գործերի նախարարությունը, այսինքն ուժային կառույցը ինչ կապ ունի ինչի է այստեղ բզբզում, պարզվեց իրանք դա ուզում են անեն, որպեսզի հանցավորության դեմ պայքարեն, որովհետև երբ որ կրիպտոյով ինչ որ հանցագործություններ լինում էին, այդ գրասենյակներում կանխիկով երբ որ change էին անում այդ հաճախորդները, հետո չէր լինում իրանց նույնականացնել, բռնել թե ովքեր են այդ մարդիկ ու պատասխանատվության կանչել, դրա համար ՆԳՆ-ն որոշել էր, որ պետքա կանխիկը սահմանափակել։ Այդ ժամանակ ոլորտի բիզնեսներին հրավիրեցին ազգային ժողով, այնտեղ մեծ քննարկում ունեցանք, ներկայացրեցինք մեր դիրքորոշումը, որ ինչքան անհամաչափ սա որոշում է, որ այս նույն խնդիրը կարելի է ուրիշ ձև լուծել, ուղղակի հաճախորդներին նույնականացնելով, պասպորտով տվյալները հավաքագրում ես բոլոր գործարքանողների, այդ հարցը լուծվում է։ Ու այդ ժամանակ ՆԳՆ-ն պնդում էր, չէ, բանկերով պետքա լինի։ Մի տարի հետ գծվեց, հետաձգվեց այդ հարցը, այն պայմանով, որ դա կքննարկվի ընդհանուր կրիպտո ոլորտի կարգավորման նոր օրենսդրությունը պետք է մշակվեր, այդ օրենսդրության շրջանակներում կքննարկվի։ Ու երբ որ այդ օրենսդրությունը հետո սկսեց քննարկվել, արդեն կենտրոնական բանկը ասում էր, բայց չէ, կանխիկի մասով արդեն հարցը որոշված է, հարցը փակված է, այդ մեր հետ կապ չունի, ներքին գործերի նախարարությունն է որոշել ու այդպես տենց փորձում էր ԿԲ-ն գցել ՆԳՆ-ի դաշտ այդ հարցը։ Երբ որ այդ օրենքները արդեն ընդունվեցին բոլորը, մի քանի ամիս առաջ ոլորտի ընկերությունները, կրիպտո կազմակերպությունները միություն հիմնեցին, կրիպտո տնտեսվարողների միություն, որպեսզի միասնական հարթակով հանդես գան, համ կենտրոնական բանկի այդ նորմատիվ իրավական ակտերն են ընդունվում, քննարկումներ են գնում, ոնց որ ոլորտը մի հարթակով մի հատ ձայնով կարողանա խոսալ ռեգուլատորի հետ, համ էլ այդ խնդիրը կար բարձրաձայնելու կանխիկի հետ կապված, որը էլի տենց միասնականության ու համախմբված ինչ որ process էր իրենց ենթադրում, որը որ տեղի ունեցավ, այդ միությունով նախագիծ պատրաստեցինք օրենսդրական փոփոխության, գնացինք ներքին գործերի նախարարություն, այնտեղ քննարկեցինք, առաջարկեցինք, որ իրանց այդ մտահոգությունները դրանով ամբողջությամբ փակվում են, որ հաճախորդներին համ նույնականացնում ենք, համ բոլոր գործարքների տվյալները պահում ենք անկախ գումարի չափից, ուզում լինի 100 դրամ թե 100,000 դրամ թե $5,000, ու բացի դրանից այդ փլավ կանոններ, կենտրոնական բանկի վերահսկողություն, այսինքն ոնց որ բոլոր ֆինանսական կազմակերպությունները, որոնք որ լիցենզավորված են, այդ ամեն ինչը անում են, ասում ենք մենք էլ այդ նույն ձև անենք, բայց այս կանխիկը, այս կարևոր գործիքը մեր ձեռքից մի վերցրեք, որովհետև հազարամի նրբություններ կան, համ միջնորդավճարների հետ կապված, համ արագության, համ կախվածության, համ տուրիզմի, համ առևտրաշրջանառության, այնտեղ բաներ կան, որ ուղղակի անկանխիկով, բանկերով չի կարա գնալ։ Հա, բանկերը անկանխիկ իրանց տեղը ունեն, կարևորությունը ունեն, բայց սա նույնպես կարևոր գործիք է այս ոլորտի համար։ Ու երբ որ մենք այս ամեն ինչը ներկայացրեցինք ՆԳՆ-ում, իրանց համար դա ընդունելի էր, մեր փաստարկները հասկացան, իրանք ասացին, որ վնաս պատճառելու միտում չունեին ոլորտին, ի սկզբանե էլ իրանք ուզում էին ուղղակի այդ հանցավորության խնդիրը լուծել, ու ասացին, որ սկզբունքային խնդիր չունեն, մենք սկսեցինք արդեն քննարկումներ, կոնսուլտացիաներ այլ գերատեսչությունների հետ, նախարարություններ գնացինք, կենտրոնական բանկում խոսացինք, ազգային ժողովում խոսացինք այդ թեմայով, այդ նախագիծը ներկայացրեցինք ու կարծես թե ամենտեղ լսելի էինք։ Մենակ կենտրոնական բանկն էր, որ ասում էր, բայց չէ, ինքը ինչ որ այն ժամանակ որ սկզբից ասում էր կանխիկի հարցը ՆԳՆ-ի տիրույթում է, ես կապ չունեմ, հիմա մեկ էլ դիրքորոշումը փոխվեց, բայց չէ, այտենց երկարաժամկետ մենք չենք տեսնում, որ կանխիկ առհասարակ գոյություն ունա այս շուկայում, այս ոլորտում, ու տենց հանկարծ արդեն կենտրոնական բանկը սկսեց առաջ տանել այն հարցը, չէ, սա պետք է դեպի բանկեր գնա։ Ու հիմա շատ մեծ խնդիր է ստեղծվել ու կարելի ասել տուպիկում է հայտնվել ոլորտը, որովհետև կանխիկը հունվարի 1-ից 2 շաբաթ հետո արդեն օրենքով տենց պետք է արգելվի, բանկերն էլ չեն սպասարկում ոլորտը, ու անգամ եթե սպասարկեին, նոր նշածս խնդիրները կան, որոնք որ թույլ չեն տալիս ամբողջությամբ ու լիարժեք այս ոլորտը սպասարկել, ու տենց հիմա կառավարությունը նախագիծ շրջանառեց ու ընդունեց, որոշումը արդեն կայացվել է դեկտեմբերի 11-ին, սա շատ կիսատ-պռատ որոշում է, հիմա կներկայացնեմ թե ինչի, ու դրանով իբր տրանզիցիոն տենց շրջան է ստեղծում, թե ոնց է կանխիկից ոլորտը անցնելու անկանխիկի։ Նախ այս նախագծում ամենակարևոր բանը դրած է, որ շեմ պետքա լինի մաքսիմալ մինչև 300,000 դրամ։ Այդ չափի գործարք պետքա առավելագույնը արվի կանխիկով ու պետքա ընդամենը մի տարի ժամկետում կանխիկը գործի, այն ժամանակ որ մի տարի ժամկետ էին տվել, տենց հետաձգեցին, հիմա եւս մի տարիով հետաձգում են ավելի խիստ արդեն պայմաններով, ու բացի դրանից այն ամենախիստ նույնականացման ու փլավ կանոնների պահանջներն են դրվում ոլորտի առաջ, այն որ
պետքա տվյալները հավաքագրվեն, անձնագրային տվյալներ, անկախ գործարքի չափից, ու նաև բնակության հասցե պետքա հաճախորդներից վերցվի, որը որ իրականում անհամաչափ ոնց որ պահանջ է, սա կներկայացնեմ ինչի։ Ու ինչ խնդիրներ են հիմա այս ամեն ինչով առաջանում։ Նախ եւ առաջ այս 300,000 դրամի անկախնիկի օրենքը ու տենց կանոնը որ կա է, այդ վերաբերվում է առևտրային հարաբերություններին։ Ու չի վերաբերվում ֆինանսական կազմակերպություններին, որոնք որ լիցենզավորված են։ Օրինակ բանկերում չկա 300,000 դրամի կանխիկի սահմանաչափ։ Դու կարաս գնաս բանկից 1 միլիոն դրամ հանես կամ գնաս բանկում 1 միլիոն դրամ մոտ քանես։ Փոխանակման կետերում արտարժույթի դոլարի չենջերում չկա կանխիկի սահմանաչափ։ Կարաս գնաս 5,000-10,000 դոլարի չենջ անես։ Արագ դրամական փոխանցումներում MoneyGram, Western Union, այնտեղ Unistream դրանք որ կան, այդտեղ էլ չի գործում այդ 300,000 դրամի սահմանաչափը, կարողանում ես մեծ գումարներ փոխանցել ու ստանալ։ Ու ընդհանրապես կրիպտոյի ամբողջությամբ բանկային համակարգ տանել չկա տարածաշրջանային երկրներում։ Օրինակ նույն Վրաստանում չկա, նույն Ռուսաստանում չկա, նույն Էմիրատներում չկա, որոնք որ տենց ինչ որ չափով համադրելի երկրներ են մեր հետ։ Ու ինչ է ստացվում, որ մենակ մեր պետությունում ու մենակ այս ոլորտի վրա դրվում է այս սահմանափակումը։ Մյուս ֆինանսական կառույցները էլի տենց լիցենզավորման process-ով անցնում են, էլի այդ ԿԲ-ի վերահսկողության տակ են, էլի այդ փլավ կանոններին հետևում են, իրանք կարողանում են կանխիկով գործարք անել, բայց կրիպտո կազմակերպությունները չգիտես ինչի չեն կարողանել։ Այս մի տարի անցումային շրջանն էլ որ տրված է, դրանից հետո, այսինքն 2027 թվականի հունվարից սկսած արգելված արդեն լինելու օրենքով կրիպտո բանկոմատների, ATM-ների գործունեությունը, որը էլի աննորմալ բան է, որովհետև աշխարհի բոլոր զարգացած երկրներում կան կրիպտո բանկոմատներ, որովհետև կանխիկը նույնպես կրիպտոյի մեջ կարևոր է ու բանկոմատներով լինում է առնել ու ծախել կրիպտո։ Էլի մի տարի հետո առհասարակ հնարավոր չի լինելու զբոսաշրջիկներին, տուրիստներին սպասարկել։ Լիքը մարդիկ գալիս են Հայաստան, ու ընդհանրապես իրանք ճամփորդում են, իրանք իրենց փողը կրիպտոյով են պահում, գնում են ինչ-որ երկիր, այդ կրիպտոն կանխիկացում են ու ծախսում են այդ երկրում։ Հայաստանում նույնպես փոխանակման ընկերությունները կփաստեն, որ մի զգալի հատված հաճախորդները հենց զբոսաշրջիկներն են, տուրիստներն են։ Ու իրանք հնարավոր չի անկանխիկ ձևով սպասարկել, որովհետև իրանք չունեն բանկային հաշիվ ու չեն կարող Հայաստանում բացել բանկային հաշիվ։ Իրանք մենակ կանխիկով են գործարքներ անում։ Մի տարուց իրանք ընդհանրապես չի լինի սպասարկել, այսինքն մենք խրախուսում ենք, որ տուրիստները այդտեղ ավելի քիչ փող ծախսեն, ավելի քիչ գործիքներ ունենան իրանք սովորական առօրյա կյանքը ապրելու։ Ու այս մի տարի անցումային շրջանն է որ կա այդ 300,000 դրամով, այդ էլ կիսատ պռած սպասարկում է լինելու, որովհետև տուրիստների հիմնականում շատ են փող ծախսում։ 300,000 դրամը քիչ փող է, որովհետեւ տուրիստը ասենք գա ու ծախսի։ Մենք ունեցել ենք տենց օրինակ չինական բիզնեսմենների մի խումբ, ովքեր որ եկել էին Աբովյանում, այնտեղ Ալեքսանդր Թյուրանոցում էին մնում, որտեղ հոսքի օրական մի քանի հազար դոլար արժեն են Թյուրանոցի համարները, ու իրանք ինչ օրը մի քանի անգամ տենց գնան 300,000 դրամներով գործարքներ անեն, հա որ կարողանան իրենց ծախսերը սպասարկել։ Հետո ես նաև պետության հանդեպ տենց անլուրջ վարկանիշ է ստեղծում, երբ որ դու ձևական պահանջներ ես դնում, մարդը գալիս է, ասում է, «Սկիզբ եմ կրիպտո մանրեմ», ասում ես մինչև 300,000 դրամ կարաք մանրեք, ասում եմ, «Խի, բայց սկիզբ եմ 500,000 մանրեմ», ասում է, «Չէ, օրենքը թույլ չի տալիս»։ Ինչ պետք է անի, հիմա երկու հատ գործարք անենք, թե գնամ կես ժամից կամ թե գնամ վաղը գամ, այդ ոնց է աշխատում, ինչի եք ընդհանրապես հենց ապուշ օրենքներ գրել։ Այդ է առաջի տպավորությունը արտասահմանցու, երբ որ սրա հետ առնչվում է։ Բայց ես հələ մի քիչ թեթև տենց տեխնիկական բաներ նկարագրեցի, ամենալուրջ խնդիրները հետեւյալն են, այն որ կրիպտոյում ահռելի շրջանառություն կա Հայաստանում, 9 միլիարդ դոլարի տարեկան շրջանառություն։ Այս տարի երևի արդեն ավելի մեծ կլինի, անցած տարվա տվյալ եմ ասում։ Տվյալն էլ chain analysis-ից է գալիս, որը որ տենց ամենահավաստին է ոլորտում այդ տվյալները հավաքագրելու տեսանկյունից։ Հայաստանում կա 450,000 մոտավորապես կրիպտոյի օգտատեր, այսինքն բնակչության մոտ 15%-ը կրիպտոյից օգտվել է կամ օգտվում է։ Մի քանի օր առաջ Binance-ի meetup-ներ, այդտեղ իրանք էլ մի հատ թիվ հրապարակեցին, ասում են, որ Հայաստանում յուրաքանչյուր 10-րդ բնակիչ արդեն Binance-ի օգտատեր է։ Այդ նշանակում է մեր 3 միլիոն բնակչության մեջ 300,000 մարդ մենակ Binance-ի օգտատեր է։ Մնացածներին էլ գումարում ես, հենց այդ է գալիս, որ մոտ 450,000, մոտ 15%-ը բնակչության կրիպտոյի մեջ է։ Հիմա այս մեծ շրջանառությունից, որ խոսում ենք, 9 միլիարդ դոլար, այդ օրական մոտավորապես գալիս է մոտ 30 միլիոն դոլարի շրջանառություն։ Այդ շրջանառությունը տենց 300,000 դրամից փոքր գործարքներով չի ձևավորվում, դրա մեծ մասը առևտուր է։ Ու մեծ գործարքները տասնյակ հազարավոր դոլարների մասն է խոսքը, ու դրանք սաղ լինում են կանխիկով։ Պատճառներից մեկը այն է, որ մինչև հիմա բանկերը չեն սպասարկել։ Հետագայում էլ երբ որ սկսեն սպասարկել, հա մի մասը դրա կտեղափոխվի բանկեր, բայց մի մասը դեռ յուրահատկություններ կան, համ միջնորդավճարների հետ կապված, համ ուղղությունների հետ կապված, որոնք վերաբերվում են մեր ամենամեծ առևտրային գործընկերներին, այնտեղ խնդիրներ կա բանկերի հետ կապված, որ իրանք չեն սպասարկելու այդ գործարքները։ Ու այս մեծ գործարքները սպասարկելը, եթե անօրինական է դառնում, անթույլատրելի է դառնում,
Դա բերելու է նրան, որ փոխանակման գրասենյակները պարզապես փակվելու են, որովհետև այս 300,000 դրամ շեմը ու դրանից ցածր գործարքները կանխիկով ընդհանրապես իրենց չի հետաքրքրում։ Հիմա կրիպտո չենջերի օֆիսների մեծ մասին եթե զանգեք, ասեք ուզում եմ, ասենք, չգիտեմ, $300 գործարք անեմ, իրենք ձեզ կասեն $1,000-ից ցածր գործարք չեն գանում, որովհետև այդքան ռեսուրս, այդքան հնարավորություն ու այդքան ժամանակ չունեն մանր գործարքներ անելու։ Այդ մանր գործարքներն էլ on-line են մեծամասամբ բանում։ Դրանք արդեն իսկ անկանխիկ են։ Դրանք կանխիկ բերելու կարիք ընդհանրապես չկար է։ Մենք նույնպես օրինակ մեր գրասենյակում, երբ որ գալիս են փոքր գործարք անելու, հատուկ դրել ենք չխրախուսով նորմ, ասում ենք մինիմում $10 միջնորդավճար ենք պահելու, ուզում ես $100 անես, ուզում ես $1,000 անես։ Դրա համար ավելի լավ է մանր գործարքներդ on-line արա, անկանխիկ արա, որ այլ օֆիս չգաս, մեզ չծանրաբեռնես օֆիսում։ Հիմա այս կարգավորման հիմնավորումը այդ օրենքի նախագծի մեջ գրված է իբր սահուն տրանզիցիա անցում կատարելու համար է սա արվում, որպեսզի կանխիկից տենց կրիպտոն տեղափոխվի անկանխիկ, բայց դա ուղղակի անհնար չի, նախ նշեցի մի քանի պատճառներ, որ այդ դեպքերում ուղղակի անհնար է լինելու սպասարկել բանկերով, բայց բացի դրանից այդ իրականում սահուն չի այդ անցումը, որովհետև եթե հիմա մեծ գործարքներ կան, հենց հիմա շատ մեծ գործարքներ ամենօրյա ռեժիմով, դրանք մի քանի շաբաթով, մի քանի ամսով, մինչև այդ ընկերությունները լիցենզավորվեն, մինչև բանկերը սկսեն իրանց սպասարկել կամ չսպասարկել, այդ ժամանակ շաբաթներ չէ, ամիսներ հաստատ տևելու է։ Պատկերացրեք, այդ ամիսները ինչ է, ոլորտը շուկան գոյատևելու է 300,000 դրամ մինչև գործարքներով, չի կարա տենց լինի։ Այդ գործարքները տեղի ունենալու են ու ցավոք դրանք ստվեր են գնալու։ Բոլոր գրասենյակները փակվելու են ու ստվերային խաղացողները, ովքեր մինչև այս գրասենյակները չունեն, այդպեսի որովհետև գործանողներ էլ կան, ովքեր որ հանրության մեջ չեն ներերում, բայց իրանք այս ոլորտում աշխատում են ու շատ են իրանք։ Իրանք են սպասարկելու այդ հոսքերը, որովհետև չի կարա ուղղակի տենց տնտեսությունն ու առևտուրը կանգ առնի։ Մի հատ պատկերացրեք, բանկային համակարգին ասենք, եկեք դուք մի 2-3 ամիս ամենաշատը 300,000 դրամի գործարք արեք։ Բանկային փոխանցում ավելի մեծ չպետք է լինի 300,000 դրամից։ Ինչ կներ պատասխանը, կասին, ասենք, գժվել եք, օրական միլիարդավոր դրամների առևտրաշրջանառություն կա, պետական ծրագրեր կա, երկիրը տնտեսությունը ապրում է, գոյատևում է, ու այս էլ փողն էլ արյունատար անոթներն են տնտեսության։ Ինչ է նշանակում, տենց մի քանի ամիս ուղղակի կանգ առնենք 300,000 դրամանց գործարքներով սահմանափակվենք։ Անհնար է դա ուղղակի։ Ու հիմա որ պետությունը դրդում է այս ամեն ինչը, շրջանառությունը սա ստվեր գնա, այդ իրականում շատ ցավալի ու անդառնալի հետևանքներ ունենալու։ Այն պատճառով, որ հիմա այս օֆիսները, այս ընկերությունները թափանցիկ են աշխատում, իրանց տեղերով, օֆիսներով, անհատներով, բարեխիղճ տնտեսվարողներ են հերթ են կանգնած, միություն են կազմել, բանակցում են պետության հետ, ուզում են լիցենզավորվեն, ուզում են օրենքի սահմաններում աշխատեն, հարկերը վճարեն, աշխատատեղեր ստեղծվեն, ու հիմա տենց պետությունը անտրամաբանական օրենքներ է ընդունում, որ պետք է այդ օֆիսները փակվեն ու ինչ որ ստվերային շրջանառություն լինի։ Այդ ստվերային շրջանառությունը եթե եղավ, հիմա իդեպ ստվերային չի, հիմա չկարգավորված է։ Ընկերությունները ուզում են գալ կարգավորված դաշտ, պետությունը տենց անիմաստ օրենքներ ընդունելով դրդում է ընկերություններին, կարող է այդ ընկերությունները չէ, այլ ուրիշներին դեպի ստվեր։ Ու հիմա դրա արդյունքում այդ ստվերային շրջանառությունը եթե ստեղծվեց, ինքը էլ դժվար թե երբևէ հետ գա։ Հիմա եթե կես տարի հետո, մի տարի հետո պետությունը հասկանալ, որ սխալ որոշում էր կայացրել, ու այդ օրենքը փոխի, դժվար թե այն ընկերությունները կամ այն անհատները, ովքեր որ տակից էին աշխատում, այլևս ջրի երես դուրս գան։ Ոստեղ մի կարևոր հանգամանք կա, որ մենակ այդ բիզնեսների հարկերը ու շրջանառության թափանցիկությունը չի, որ առնչվում է այս հարցին, այլ այն կա, որ երբ որ այդ մեծ շրջանառությունը կա միլիարդավոր դոլարների ու մեծ մասը դրա առևտուր է, կարող է չի բացառվում, որ այդտեղ նաև ինչ որ բիզնեսմեններ ինչ որ հարկեր են թաքցնում։ Չես իմանա։ Այդ հարկերն էլ դե սովորաբար ավելացված արժեքի այդ 20% հարկերն է, չէ՞։ Ու ինչ է ստացվում, որ եթե դու թույլ տայր խելամիտ պայմաններով այս ընկերությունները, կրիպտո բիզնեսները գան սպիտակ դաշտ, նաև իրանց հաճախորդները կգան ավտոմատ ձևով սպիտակ դաշտ, ու արդեն կարողանաս թափանցիկ ձևով նաև համոզվել, որ բոլորը իրանց հարկերը վճարում են։ Իսկ եթե դու բոլորին ստվեր ես մղում, կստացվի որ կարող է տեղ ինչ-որ թաքնված հարկեր կային, կարող է հարյուրավոր միլիոնավոր դոլարների հարկեր կային, որոնք որ դու մինչև հիմա չէիր հավաքագրում ու այս որոշման արդյունքում չես էլ հավաքագրի։ Ու առհասարակ պետության դերը ոլորտները կարգավորելն է, ինչ որ չափով հա վերահսկելը, բայց ոչ թե ճնշելը, խեղդելը, սահմանափակելը, երբ որ քաղաքացիները ու բիզնեսները փոխշահավետ հարաբերություններ են ունենում տարիներ շարունակ, ամեն ինչ նորմալ սիրուն աշխատում է, մեկ էլ պետությունը գալիս է ասում է, հոպ, չէ, սենց պետք է լինի, սենց կանոններով, որ իրականությունից կտրված է, հողի վրա չի գտնվում, բիզնես մոդելներից ու առևտրային հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի, դա ուղղակի չի կարա տենց աշխատի։ Այս բոլոր շղթայական խնդիրներից զերծ մնալու համար միությունը, ոլորտը կոնկրետ առաջարկ անում պետությանը, ասում է այս նախագծի մեջ, որ շատ երկար ծավալուն է, ընդամենը երկու պարզ բան փոխի։ Առաջինը այն
են, որ այս 300,000 դրամ սահմանափակումը հանի, որովհետև այն ընկերությունները, որոնք որ լիցենզավորվելու են, գործելու են, իրանք ֆինանսական ընկերություններ են, մյուսների պես, մյուս ընկերությունների վրա չկան սահմանափակումներ, սրա վրա նույնպես չպետք է լինի սահմանափակում։ Նաև այն պատճառով, որ այս ընկերությունները խիստ ձևով հետևելու են փլավ կանոններին, հետևելու են, որպեսզի գումարները օրինական լինեն, հետագծելի լինեն եւ այլն։ Այդ պատճառով անիմաստ է կանխիկը սահմանափակելը։ Երկրորդ բանն էլ որ պետքա փոխել, դա այդ կանխիկի մի տարի ժամկետը սահմանափակումը հանելը, որ ոնց որ մյուսներն են անժամկետ կանխիկով իրանց գործարքների մի մասը անում, նույն ձև էլ կրիպտո ընկերությունները շարունակեն այդ գործունեությունը ծավալել։ Մի տարի հետաձգեցինք կանխիկի հարցը, հիմա էլի մի տարի հետաձգում ենք ավելի մեծ ճնշումներով, հետո էլի ընթացքում տեսնել ենք, որ չի աշխատում, հետո փորձենք հետ բերել, խնդիրները լուծել, բայց արդեն այն իմ ասած անդառնալի հետևանքներն են լինելու, պետք չի սենց ստրեսի ենթարկել անդադ ոլորտը։ Թողեք հանգիստ աշխատեն, պետությունն էլ թող ինքը վերահսկողությունը անի, ինքը կարգավորումը անի։ Այս հարցով վերջնական որոշում է կայացվելու դեկտեմբերի 16-ին ազգային ժողովի արտահերթ նիստով, ընդհանրապես այս նախագիծը տենց հրատապության կարգով է բերվել 5 օր առաջ կառավարությունը հաստատում, հետո ազգային ժողովը արդեն վերջնական ընդունում է, ու հիմա այս որոշումը այն խաչմերուկայինն է, որ այստեղից որոշվելու է Հայաստանը, ասենք այս ոլորտը զարգացնում է, պետությունը կարողանում է նորմալ համագործակցել այս ոլորտի հետ, բերում է թափանցիկ դաշտ, ամեն ինչ սիրուն նորմալ բաց գրանցված է լինում, թե այնպիսի որոշում է կայացվում, որ ուզած թե չուզած սաղ ոլորտը գնում է ստվեր, ու ընդամենը 2 շաբաթից սկսած։ Բան չմնաց մինչև այդ հունվարի 1-ի ուժի մեջ մտնելը։ Սա նաև մեր պետության այս ոլորտի առումով գրավչությանն է խփելու, որովհետև սա կոնկրետ հարված է ոլորտին, դրդում է նրան, որ կրիպտո կազմակերպությունները փակվեն, դրդում է նրան, որ մարդիկ չկարողանան հանգիստ կրիպտոյով գործարքներ անեն, այնպես որ ոնց որ իրանց հարմար է, ցածր միջնորդ թավաճարներով ու արագ կարգերով, տուրիստներին չեն կարողանալու սպասարկել, իդեպ կրիպտո տուրիզմն էլ հիմա ամենաարագ զարգացող ոլորտներից է, որ մարդիկ կրիպտո էնտուզիաստները ուղղակի կրիպտոյով են ճամփորդում սաղ աշխարհում, կրիպտո ֆրենդլի երկրներով, այն պետությունները, որոնք որ բարենպաստ պայմաններ են ստեղծում կրիպտոյի համար, ու կրիպտոյով են իրենց գումարները կանխիկացնում ու ծախսում։ Իդեպ էկրանի վրա հիմա կկիսվեմ նաև համայնքում տեղի գտած այդ մտահոգություններից ու կարծիքներից այս ամեն ինչի վերաբերյալ, որովհետև այդ 450,000 օգտատեր, որ ասում ենք Հայաստանում կան, իրանք էլի սովորական մարդիկ են, իրանք տեսնում են ինչ որոշումներ են կայացվում, իրանք դժգոհ են այդ որոշումներից։ Ու այդ կարծիքներով հիմա էկրանի վրա կկիսվեմ, կարող եք պաուզա դնել, որովհետև շատ են կոմենտները։ Այս հարցով ու առաջարկություններով կրիպտո տնտեսվարողների միությունը արդեն իսկ դիմել է բոլոր շահագրգիռ մարմիններին, կառավարությանը, նախարարություններին, կենտրոնական բանկին, ազգային ժողովին, ներկայացնելով այդ կարևոր փոփոխությունները, երկու փոփոխությունները, որ պետք անել, որպեսզի այս ոլորտը կոլապսի չի ենթարկվի ու անդառնալի հետևանքներ չլինեն համ ոլորտի, համ պետության համար։ Ձեզ էլ խնդրում եմ հավանեք տեսանյութը ու օգնեք տարածել այն, որպեսզի որոշում կայացնող պաշտոնյաները սխալ որոշում չկայացնեն այս հարցում։ Լավ մնացեք, կհանդիպենք։